Թվում էր, թե նոր ձևավորվող խորհրդարանին ընդառաջ ընդդիմադիր ուժերը պետք է փորձեին ակտիվացնել իրենց ամենօրյա բնականon գործունեությունը։ Սակայն այս ընթացքում քաղաքական, մասնավորապես ընդդիմադիր կյանքում կարծես որոշակիորեն արձակուրդային տրամադրություն է, դեռևս որևէ ուժ կամ կազմակերպություն սեփական օրակարգ կամ նախաձեռնություն առաջ չի բերում։ Միգուցե դա ամառային տապով, մարդկանց հանգստի մեկնելու տրամադրվածությամբ կամ հետընտրական որոշակի հիասթափություններով է պայմանավորված։ Բայց հրաշալի կլիներ, եթե այս ժամանակահատվածը օգտագործվեր հանրության, հատկապես չեզոք եւ ընդդիմադիր հանրային շերտերի հետ աշխատելու եւ հակաիշխանական տրամադրությունները բորբոքելու, թեժացնելու ուղղությամբ, մինչդեռ դա չարվեց։ Վարչախումբն այնպես է դեֆորմացրել եւ խեղաթյուրել պետական համակարգը, որ առավել բարենպաստ պայմաններ ստեղծվում են միայն ՔՊ-ին մոտ կանգնած անձանց համար։ Դա ակնհայտ է նույնիսկ դպրոցներում, համալսարաններում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում եւ պետական ու համայնքային այլ հաստատություններում։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ մարդիկ հեռացվել են աշխատանքից։ Այդ գործընթացն արդեն զանգվածային բնույթ է կրում։ Վարչախմբի խարանն է, որ հայրենավաճառ լինելուց զատ այն նաև ընտրակեղծարար է, հետևաբար ոչ լեգիտիմ։ Ընտրակեղծարարությունը միայն քվեարկության օրը քվեաթերթիկների կամ արձանագրությունների կեղծումը չէ։ Երբ օրինակ ընդդիմադիր քաղաքական գործիչը գտնվում է տնային կալանքում եւ զրկված է ընտրողների հետ ազատ շփվելու հնարավորությունից, դա նույնպես ազդում է ընտրական գործընթացի ազատության վրա։ Եթե ընտրությունները պետք է լինեն հավասար պայմաններում, մրցակցային, ապա բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հասարակության հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորություն։ Վարչախմբի առաջնային խնդիրը մեկն է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը։ Մնացած հետևանքները նրանց համար երկրորդական են։ Երբ խոսում ենք իշխանությունների մասին, հաճախ պատկերացնում ենք ինչ-որ կոլեկտիվ քաղաքական որոշումների համակարգ։ Իրականում այսօր Հայաստանում բոլոր կարևոր որոշումները թելադրված են մեկ անձի կամքով։ Եթե այդ անձը որոշում է ինչ-որ մեկին ձերբակալել, դա տեղի է ունենում։ Եթե որոշում է սկսել որևէ մեկի ունեցվածքի բռնախլման կամ քաղաքական հետապնդման գործընթաց, այդ գործընթացը սկսվում է։ Օրենքը, սահմանադրությունը կամ ինստիտուցիոնալ սահմանափակումները գործնականում գոյություն չունեն։ Կալանքն այսօր օգտագործվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատժի ձև։ Այդ պայմաններում մարդը զրկվում է նույնիսկ ընտանիքի անդամների հետ ազատորեն շփվելու հնարավորությունից։ Սա վերաբերում է կալանավորված տասնյակ ընդդիմադիր գործիչների։ Երկամսյա կալանքը եւ դրա շարունակական երկարաձգումները գործնականում վերածվել են քաղաքական ճնշման գործիքի։ Հատկապես անչափահաս երեխաների հետ տեսակցության արգելքը վերաբերում է ոչ թե ազատության սահմանափակմանը, այլ լրացուցիչ հոգեբանական ճնշմանը։ Նման մոտեցումները վկայում են քաղաքական հաշվեհարդարի մասին։ Իշխանավորի առած սխալը ավարտվում է իշխանություն մեծ մասամբ իշխանավորի համար ողբերգական հետևանքով։ Նույն Ռումինիայի օրինակի հիշենք, երկար տասնամյակներ Նիկոլա Չաուշեսկուն համարվում էր Մոսկվային ընդդիմացող առաջադեմ քաղաքական գործիչ, բայց երբ դարձավ բռնապետ, ընթացքում հենց նույն ռումինացի ժողովուրդը որոշեց, որ սա արժանի է դատապարտման։ Եթե նախկինում Հայաստանը բնութագրվում էր որպես կոնսոլիդացված ավտորիտար բռնապետական պետություն, ապա այսօր արդեն ձևավորվում է ամբողջատիրական տոտալիտար համակարգ։ Դրա վկայությունն են նաև այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են զանգվածային լրատվամիջոցների, համացանցի նկատմամբ վերահսկողության ընդլայնմանը, սոցիալական ցանցերի տեղական կարգավորմանը, ինչպես նաև բանկային գաղտնիքի սահմանափակմանը։ Թվային համակենտրոնացման ճամբարի վերածվելը վարչախումբն օգտագործում է քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն այլևս չեն գործում։ Հանրային ճնշումը կարող էր ազդեցություն ունենալ ժողովրդավարական կամ նույնիսկ բռնապետական համակարգերում, սակայն ժամանակակից Հայաստանում արդեն ձևավորվող ամբողջատիրական կառավարման մոդելում դիմադրության եւ անհամաձայնության ամեն խոսք բնում խեղդվում է։ Շատ էական է, որ այս ամենին հանդիման ընդդիմադիր ուժերը կարողանան ստեղծել միասնական գործողությունների հարթակ։ Տարբեր ընդդիմադիր ուժերի միջև որոշակի խորհրդակցություններ եւ բանակցություններ ընթանում են։ Դրանք ի վերջո պիտի հանգեցնեն համագործակցության, ընդ որում եւ խորհրդարանում եւ փողոցում։ Քանի որ նոր գումարման խորհրդարանը դեռևս նիստել չանցկացրած արդեն իսկ արժեզրկված է, ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները, որոնք հասարակության զգալի մասն են կազմում, պետք է ունենան նաեւ այլընտրանքային հանրային հարթակ։ Օրինակ ժամանակն է ձևավորելու լայն ներկայացվածությամբ հանրային խորհրդարան, որում ներգրավված կլինեն տարբեր մարզերի, համայնքների, հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Այդպիսի ձևաչափում հնարավոր կլինի քննարկել երկրի առջև ծառացած ամենատարբեր խնդիրները՝ սոցիալական, անվտանգային, արտաքին եւ ներքին քաղաքականության, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտների վերաբերյալ։ Եվ այդպիսով երկիշխանություն ձևավորել, ծանրության կենտրոնը տեղափոխելով ընդդիմադիր դաշտ։
Սպասել, որ բոլոր նախաձեռնությունները պետք է գան քաղաքական կուսակցություններից, ճիշտ մոտեցում չէ։ Հասարակությունն ինքն էլ պետք է նախաձեռնի նման հարթակների ձևավորումը, ոչ թե քաղաքական ուժի ցուցադրումը, այլ հանրային մտքի եւ գաղափարների կենտրոն ձևավորելը պետք է դառնա նպատակը։ Առաջին քայլը ցանկացած գործի իրավիճակի ճիշտ համարժեք գնահատականն է։ Այդ իրավիճակը դու չես գնահատում լավագույն ռեսուրսներ, մեծագույն ռեսուրսներ, կամային որակներ, հա, մեծ ցանկություն, նվիրվածություն, առաքելություն, արդյունք չի տա։ Եթե դու իրավիճակը համարժեք չգնահատես։ Հիմա այստեղ ես ասեմ այսպես, մեր ընդդիմադիր հատվածի լինեն քաղաքական գործիչներ, հասարակական կառույցի ղեկավարներ, փորձագիտական շրջանակ, շարքային քաղաքացիներ, իրավիճակի նույնական գնահատական չկա։ Ես կարծում եմ առաջին քայլը սա է, դեռ նույնականացում։ Որովհետև եթե չկա նույնականացում, պայքարի միջոցները, ձևերը, ճանապարհը, գործիքակազմը տարբեր է։ Քանի ժամից կմեկնարկի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Ընդդիմադիր падգամավորների մանդատներ վերցնելու որոշումը բացատրվում է նրանով, որ խորհրդարանը լրացուցիչ հնարավորություններ կարող է ստեղծել իշխանափոխության համար։ Միգուցե նրանք ճիշտ են եւ ինչ որ փուլում իրոք հնարավոր կլինի խորհրդարանական հարթակից ազդել որոշումների կայացման եւ ընդունման վրա։ Մենք էլ որպես անաչառ եւ ոչ չարամիտ քննադատ կհետևենք նախ եւ առաջ խորհրդարանական ընդդիմության գործունեությանը եւ ինչպես նախկինում կառցանագրենք լավին լավ ասելով, վատին վատ։ Իսկ պայքարը շարունակվում է։